Ողջույն, եթերում Civilnet-ն է, այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովի падգամավոր, գործող լրագրող կամ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի հետ, ողջույն Նիկոլ, սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է, այդպես նշվում է, ես ում հարցնեմ ընդհանրապես արժե, որ Հայաստանում և Հայաստանի նման երկրներում այսպիսի տոները նշվեն։ Ինչի նշվում է, ես չգիտեի, որ Հայաստանում դուք հարց այնպիսի տոնայնության տվեցիք, կարծես թե եթե մենք հիմա պատուհանից դուրս նայենք, կտեսնենք տոնող մարդկանց բազմություններ, այնպես որ ձեր հարցը անկեղծ ասած արժի, որ նշվեն, բայց փաստն այն է, որ չեն նշվում, որովհետև ժողովրդավարություն ասածը չնայած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, բայց արդյոք ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Իմ պատասխանը միանշանակ բացասական է, որովհետև եթե փորձենք հասկանալ ինչ է ժողովրդավարություն, ժողովրդավարությունը առաջին հերթին իշխանության փոփոխման հնարավորությունն է խաղաղ անարյուն ընտրական եղանակով եւ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում ընդդիմությունը որևէ ընտրություններում չի հաղթել, սրանով ամեն ինչ ասված է, այսինքն ժողովրդավարությունը մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս որպեսզի ընդդիմությունը ընտրություններով գա իշխանության, հետո այդ նույն իշխանությունը ընտրություններով դառնա ընդդիմություն, հետո էլի ընտրություններով դառնա իշխանություն եւ այսպես շարունակ։ Սա առաջընթացի համենայն դեպս այս պահին էֆեկտիվ գործող միակ մեխանիզմն է եւ ինչպես ասել է հայտնի քաղաքական գործիչը, ժողովրդավարությունը գուցե թե եւ այդքան էլ լավ բան չէ, բայց ավելի լավ բան դեռևս չի հաջողվել մտածել։ Իհարկե ժողովրդավարությունը այս մեխանիզմը ունի կարևոր արբանյակներ, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ եւ այլն, բայց եթե օրինակ ինձ համար ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը խոսքի ազատության ինդեքսում տեղ զբաղեցնի, առաջընթաց արձանագրվի, բայց մեծ հաշվով այս process-ի ընթացքում խոսքի ազատությունն ինքն էլ է վարկաբեկվում, չէ, որովհետև շատ դեպքերում նախկինում լրագրող աշխատած լինելու գործընթացում ի վերջո ընթերցողը X պահի տալիս է մի հարց, այդքան ասում եք, այդքան խոսում եք, այդքան գրում եք, ի վերջո ինչ է փոխվում։ Այսինքն ժողովրդավարությունը ինքը փոփոխությունների մեխանիզմ է։ Չի կարող լինել ժողովրդավարություն այնտեղ, որտեղ չկա փոփոխություն, որտեղ իշխանության են նույն անձինք, նույն քաղաքական խմբերը, նույն միավորումները։ Այսինքն, երբ որ ասում ենք ժողովրդավարություն, առաջին հերթին պետք է հասկանալ իշխանության խաղաղ իշխանափոխություն ընտրական ճանապարհով։ Շատ լավ, ընդհանրապես եւ ընդ որում նախկինում էլ ասենք լինում են դեպքեր, երբ որ ընտրություններով փոխվում է իշխանությունը, բայց այդ փոխված իշխանությունը շարունակում է արդեն ինքը թույլ չտալ փոփոխություն։ Սա կարևոր է, որ հանրության ներսում լինի կոնսենսուս եւ ո՞րն է ժողովրդավարական իշխանությունը։ Ժողովրդավարական իշխանությունը ոչ միայն նաև ով իշխանության ազատ արդար օրինական ընտրություններով հասնում է իշխանության, այլև ազատ արդար օրինական ընտրություններով հեռանում է իշխանությունից եւ գործում է այն գիտակցությամբ, որ ինքը ի վերջո հաջորդ պահին կարող է կորցնել, հեռանալ իշխանությունից ժողովրդի որոշմամբ։ Շատ լավ, ընդհանրապես միջազգայինորեն ընդունված է ասել, որ մեր նման երկրները Հայաստան, Վրաստան եւ այս կարգի երկրներ կիսահիբրիդային երկրներ եւ մաքարում են ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջև, այնուամենայնիվ ես հիշում եմ, որ 90, 91, անգամ մինչև 92 թվականը Հայաստանը համարվում էր ժողովրդավարության օազիս ոչ միայն հարավային Կովկասում, այլ նաև կենտրոնական Ասիայում եւ հիշում եմ նաև Կիրգիզիան էր համարվում օազիս ինչ որտեղ այնտեղ բռնատիրական համակարգ չհաստատվեց։ Քո կարծիքով ինչու տեղի ունեցավ շեղում, նահանջ այս գործընթացից, որոնք էին հիմնական պատճառները։ Գիտեք, ընդհանրապես էլի իմ այս հարցի պատասխանը պիտի բխի նախորդ հարցի պատասխանից։ Ինչու փոփոխությունները, այդ նույն ինչու իշխանափոխություն ընտրական ճանապարհով իշխանափոխություն տեղի չի ունենում։ Լավ, դուք ասում եք փակ շղթա է։ Չէ, ես նկատի ունեմ, ես ձեր հարցին եմ ուզում անդրադառնամ, շատ հաճախ մենք տեսնում ենք մի երևույթ, երբ որ իշխանության հասած մարդկանց թվում է, որ եթե իրենք այդ չլինեն, եթե այդ ընդդիմախ
բեմախոսները, որոնց մասին իրենք ինչ որ անձնական տվյալներ ունեն, ծանոթ են, գիտեն նրանց բնա, եթե նրանք գան իշխանություն, ամեն ինչ կկործանվի։ Եվ այստեղից ինչպես յուրաքանչյուր շատ դեպքերում, հա, ամեն հետընթաց մեծ հաշվով տեղի է ունենում բարի նպատակների հռչակումով։ Սա շատ կարևոր բան է, ի վերջո ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական թիմ պետք է հաշիվ տա իրեն, որ հիմնական խնդիրը, որին ինքը պետք է ծառայի, իր կառավարած երկրում սահմանադրական իրականության հաստատումն ու այդ իրականության պաշտպանությունն է։ Երբ որ մենք ցանկացած հարաբերության մեջ, անձնական, հանրային, քաղաքական, երբ որ մենք դուրս ենք գալիս օրենքի տրամաբանությունից, այդտեղ անխուսափելի է դեգրադացիան, անխուսափելի է հետընթացը։ Իհարկե, ելի եմ ասում, շատ դեպքերում պրոցեսները տեղի են ունենում այնպես, որ նույնիսկ մեզ համար նկատելի չի լինում, թե ինչպես ենք մենք այդ դեգրադացիայի մեջ հայտնվում։ Դրա հենց ժողովրդավարությունն է դրա համար նաև, որ ժողովրդավարությունը մի ինստիտուտ է, հա, այդ ժողովրդավարությունը քննադատության ազատ մեխանիզմ է, դա նաև նրա համար է, որ քաղաքական գործիչները այդ հանրային հիմնավոր թե անհիմն, քաղաքական գործիչները շատ են, չէ՞, վախում անհիմն քննադատություն, բայց անհիմն քննադատությունն էլ է օգտակար, որովհետև նա այսպես ասած սառը ցնցում քաղաքական գործին օգնում է ինքնահայեցման process-ի մեջ լինել, փորձել հասկանալ ինչու են մարդիկ արձագանքում այդպես իրեն, եթե ինքը գտնում է, որ դա անարդար է։ Նկատի ունեմ այս մեխանիզմները, հակակշիռների մեխանիզմները Հայաստանում ցավոք չեն գործում եւ դրա համար գուցե թե պատճառներից մեկն այն է, որ այս հարցերի շուրջ մենք չունենք հանրային կոնսենսուս, որովհետեւ շատ դեպքերում մենք պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք մեր դեմ են աշխատում, երբ որ դրանք պոտենցիալ ունեն աշխատելու մեր օգտին, մենք կարծես թե ասում ենք լավ է այսպես։ Չենք ասում լավ է այսպես, գուցե թե շրջում ենք մեր գլուխները, որպեսզի չնկատենք։ Տեսեք, անգլերենում մի այսպիսի խոսք կա, չգիտեմ հայերենում լավ է թարգմանում թե չէ, vicious circle։ Հիմա մենք հայտնվել ենք մի փակ շղթա, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, օդում գոնե, անկախ թե պաշտոնական ինչ թվեր են հնչում, օդում կախված է ժողովրդի մեջ Հայաստանի քաղաքացիների, որ 96-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծել է, հետո երկու անգամ ընտրությունները կեղծել է Ռոբերտ Քոչարյանը, հետո երկու անգամ Սերժ Սարգսյանը։ Լավ, այսպես եթե գնա եւ մենք ամեն ինչ դնենք իշխանությունների վրա, կշարունակվի այս նույն ձևով Հայաստանը առաջ գնալ, ավելի մոտենալ ժողովրդավարությանը, ոնց պետք է այս շղթան կտրել, դուրս գալ, ինչ պետք է անել։ Միայն կեղծողներն են մեղավոր, ժողովուրդը ինչ պիտի անի։ Չէ, գիտեք, ես այս process-ում, այդ փակ շղթայի գործում, ես լինելով ընդդիմադիր գործիչ, ես խորապես գիտակցում եմ ընդդիմության մեղավորություն այս process-ի վրա։ Որտեվ երբեմն գիտեք, երբեմն շատ հեշտ է մարդկանց մեղադրել, որ նրանք ճիշտ ընտրություն չեն անում, բայց ինձ համար որպես քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործչի, երբ նույնիսկ ամենավատ ընտրությունների արդյունքները, ամենակեղծված ընտրություններ, երբ որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում, դա որոշակի ինքնագնահատականի համար նյութ է տալիս, որովհետև կա հավանականություն, որ այնուամենայնիվ մարդիկ չեն տեսնում ընդդիմության ասացի ձևակերպածի մեջ այնպիսի ելք, որ իրենց իրատեսական է թվում եւ իրագործելի։ Այսինքն մենք պետք է հասկանանք իսկապես ամենամեծ պատասխանատվություն իշխանությանն է, որտեղ իշխանության ձեռքին են լծակները, իշխանությունն է վերջո կրում պատասխանատվություն սահմանադրական իրողությունների համար։ Իրենք են ձայները հաշվում եւ ի վերջո սահմանադրական իրականության պաշտպանության պարտականությունը առաջին հերթին իշխանությանն է պատկանում, բայց ես ասում եմ հետևյալը, որ եթե հիմա մենք փորձենք խոսել Հայաստանի իշխանությունների մասին, որևէ նոր բան մենք իրար չենք ասի, որովհետև ամեն ինչ տեսել ենք այս իշխանությունից եւ իսկապես որևէ անակնկալ չկա։
իրենք այլևս ավելի կոռումպացված կարծես թե հնարավոր չի լինել, այլևս ավելի անօրինական այլևս հնարավոր չի լինել, այլևս ավելի բիրտ հնարավոր չի լինել։ Այսինքն ես այս փակ շղթայից դուրս գալու համար իմ առաջարկը եւ ընդհանրապես ես փորձում եմ դիտարկել այն սխալները, այն դաշտը, որ սովորաբար դուրս է լինում քննադատությունից, դա խոսքը վերաբերում է ընդդիմությանը։ Այսօր իհարկե մենք ես ինքս որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ պիտի հասկանամ եւ պիտի զգամ իմ պատասխանատվության բաժինը այսօրվա իրավիճակի համար եւ դրանք արտահայտվում են շատ կոնկրետ իրադարձություններով, շատ կոնկրետ իրադարձություններում, շատ կոնկրետ դիրքորոշումներով եւ այդպես շարունակ։ Սահմանադրությունից, սահմանադրական իրավունքից ենք խոսում։ Ես հիշում եմ 95-ին, երբ որ առաջի անգամ ընդունեցինք սահմանադրություն, ընդդիմությունն ասում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար է սա։ Երբ որ 2005-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ փոխվում են, ասում էին փոխվում է, որպեսզի հիմա Ռոբերտ Քոչարյանը վարչապետ մնա, չմնաց, այդ դեպքում այս հարցում սխալվեցին ոնց որ թե հիմա ասում է, որ ստեղծվել է այդ հանձնաժողովը, գնում ենք դեպի վարչապետական երկիր, խորհրդարանական երկիր, սա արվում է Սերժ Սարգսյանի համար, քո կարծիքը, թե սա կարևոր չի, ինչ սահմանադրություն կունենալ, որտեղ կեղծելու համար պետք չի ունենալ լավ կամ վատ սահմանադրություն, սահմանադրությունը չի կարող լավը կամ վատը լինել, եթե դու գեղձիկն է իշխանափոխության ճանապարհը, ինչ կասես։ Ես անկեղծ ասած հարցը ուզում եմ ասել, երբ որ մենք դառնում ենք խորհրդարանական երկիր, սա ավելի օգտակար է։ Ով ասել, որ մենք դառնում ենք խորհրդարանական երկիր։ Օդում կախված կա։ Գիտեք, օդում կախված կա Համաձայն եմ, այդ հանձնաժողովը դեռ բան չի։ Մինչև նախագիծը չլինի, շատ դժվար է ասել։ Այո, համաձայն եմ։ Որովհետև իսկ ով ասել, որ չի պարզվի, որ հանկարծ երկու անգամ անընդմեջից ավելի նախագահ ընտրվելու արգելքը հանկարծ այդ հանձնաժողովը կառաջարկի հանել։ Դա ամենասարսափելի բանը կլինի։ Դուք ունեք նման երաշխիք, չէ, ես օրինակ եմ ասում, ունեք նման երաշխիք, որ չի անի այդ հանձնաժողովը։ Ես էլ չունեմ երաշխիք։ Այսինքն խնդիրը հետևյալն է, մենք խոսում ենք ժողովրդավարության մասին։ Մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը հաստատում է, ընդ որում դա փոփոխման ենթակա հոդվածում է դա ասվում։ Այսինքն այն, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա փոփոխման ենթակա չի։ Որևէ մեկը չի կարող փոխել սահմանադրության այդ հոդվածը, բայց Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական չէ, սոցիալական չէ, իրավական չէ, ինքնիշխանությունն էլ դեռ հələ մեծ հարցականի տակ է։ Այսինքն ինքնիշխանություն մենք պետական սահման ունենք Փառք Աստծո, մենք դրոշ ունենք, զինանշան ունենք, սահմանադրություն ունենք, բայց այդ ամեն ինչը բովանդակությամբ լցված չի, եւ այն, որ մարդիկ այսօր հեռանում են Հայաստանից այսպիսի տեմպերով, դա հենց դրա հետևանքն է, որ մարդը գիտի, որ կա սահմանադրություն, բայց այդ սահմանադրության բովանդակությունը չի զգում իր ամենօրյա կյանքում։ Չի այն իրավունքը, որ իրեն տալիս է սահմանադրությունը, ինքը չի կարողանում կիրառել իր ամենօրյա կյանքում։ Մենք խոսում ենք իշխանություններին, քննադատում ենք իշխանությանը, բայց ուզում եմ նաև անդրադառնանք ընդդիմությանը։ Կոնկրետ ես շատ լավ եմ հիշում, հատկապես 2008 թվականին այստեղից ոչ հեռու հրապարակում դու էր նաև այն շարժիչ ուժը, որ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին ձեզ, Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուս հռետորներին լսելու, այս վերջին շրջանում կարծեք թե խզում առաջացավ, դուք ընտրվեցիք ՀԱԿ-ի ցուցակով, հիմա ՀԱԿ-ի հետ չեք։ Նախ ուզում եմ ասել, արդարացված չէր լինի, եթե դուք հրաժարվեիք այդ ցուցակից եւ ավելի այն ցուցակով ընտրվեիք հետագայում կամ ինչ որ տեղ բացվեր, քան ընտրվել եք ցուցակով մի շարժումից, որի մաս չեք կազմում։ Գիտեք ինչ, ես Հայ ազգային կոնգրեսի ցուցակով, Հայ ազգային կոնգրես դաշինքի ցուցակով եմ ընտրվել եւ ես այդ ցուցակում հյուր չեմ եղել, ոչ էլ տնվոր։ Ես եղել եմ այդ ցուցակի, այսպես ասած, շահառուներից մեկը եւ ես եղել եմ այդ, ինչպես դուք ասցիք, դուք ինքներդ ասցիք, որ շարժման համենայն դեպս ոչ անկարևոր ներկայացուցիչներից մեկը, ինչ վերաբերում է, եթե դուք խոսում եք Հայ ազգային կոնգրես շարժման եւ դաշինքի մասին, դա ուրիշ բան է։ Եթե դուք խոսում եք Հայ ազգային կոնգրես կուսակցության մասին, դա բոլորը։ Ես կարող եմ ավելի պարզ ասել, դուք այսօր այն մարդկանց հետ չեք,
որոնց թիկունքին կամ որոնց գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելի պարզեցնենք։ Խնդիրը հետևյալն է, ես էլ կարող եմ հակառակ կերպ ձևակերպել, այն մարդիկ ինձ հետ չեն, որտեղ ես եղել եմ Ազատության հրապարակում եւ այն խնդիրների շրջանակներում, որոնք ես հետապնդել եմ եւ շարունակում եմ հետապնդել, սրանում է ամբողջ խնդիրը։ Եվ դուք գիտեք, որ շատ ես հանդես եմ եկել եւ մանրամասն բացատրություններ եմ տվել։ Հոդվածներ եք գրել, հոդվածներ եմ գրել եւ ոչ մի անգամ, ես մանրամասն բացատրություններ եմ տվել եւ ես կարծում եմ, որ ոչ միայն կարծում եմ, այլև կա իրականում, ես Ազատության հրապարակի 2008 թվականի Ազատության հրապարակի նկատմամբ ունեմ կոնկրետ պարտավորություններ, այդ պարտավորությունները սուվերեն պարտավորություններ են, այսինքն այդ պարտավորությունը իմ անձնական նաև պարտավորությունն է, այդ պարտավորությունը ես ուրիշի պարտավորության բերումով չեմ եղել, ես եղել եմ իմ քաղաքացիական պարտավորության բերումով եւ ես շարունակում եմ մնալ այդ պարտավորության շրջանակներում եւ շարունակում եմ կատարել այդ պարտավորությունը եւ փառք Աստծո հանրությունը դրանում կարող է համոզվել եւ կարող է դատել։ Այնուամենայնիվ ես մեկ այս թեմայով հարց կտամ եւ կավարտեմ, այնուամենայնիվ որոշակի բան կա էլի որոշ շրջանակների, հատկապես այն մարդկանց հետ, որոնք այսօր հակում են, նրանք այնուամենայնիվ կասկածանքով են վերաբերվել եւ ձեր գործունեությանը եւ Հրանտ Բագրատյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի եւ բոլոր այն կարևոր դեմքերի, որոնք 2007-8 թվականին այս շարժման մեջ էին եւ կասկածանքը նրանում է, որ դուք ընդդիմություն եք նաև խաղում, ուզում եք այդ դաշտ ամբողջությամբ զբաղեցնեք։ Եթե հարցս կոռեկտ չէ, կներեք, բայց ուզում եմ անպայման հնչեցնել։ Գիտեք ինձ, ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ բոլոր հարցերը պետք է հնչեն եւ բոլոր հարցերը պետք է ստանան պատասխաններ։ Ես կարծում եմ, որ այն իմաստով, որ ինձ համար ինչ նշանակում կասկածով են վերաբերվել, այսինքն կասկածել են որ ինչ։ Որ իշխանության որոշ շրջանակների հետ դուք կապեր ունեք բավականին սերտ, սրա մասին է խոսքը։ Գիտեք ինչ, մի հատ տենց անեկդոտ կա, ասում այսպես էլ են ասում, այնպես էլ են ասում, հա, այնպես որ եթե փորձենք հաշվել, թե ով ում գործունեությանը ինչքան կասկածով է վերաբերվում, հանրության շրջանում դա կարծում եմ բոլորովին ուրիշ պատկեր կստանանք, բայց իսկ ընդհանրապես եթե վերաբերվում է հանրությանը, ընդ որում ես ինքս ոչ թե կասկածով եմ վերաբերվել, ես հրապարակային ինչ մեղադրանք ունեցել եմ հնչեցնելու, հնչեցրել եմ եւ այդ մեղադրանքները հիմնավորել եմ եւ ընդ որում դա արել եմ ի պատասխան այն մեղադրանքների եւ այսպես ասած կասկածների, որ հնչել են ուղղակի կամ անուղղակի։ Այսինքն ինձ համար սկզբունքը եղել է հետեւյալը, որ քաղաքական դաշտում ինձ հետ կապված չպետք է լինի այդպիսի հարց, որ անպատասխան մնա։ Ցավոք, եթերը հնարավորություն չի տալիս, բայց եթե իմ վերջին հոդվածը, որը 5 թերթի 5 էջ էր զբաղեցնում, հենց այդպես էլ կոչվում էր անպատասխան հարցերի եւ ապագայի մասին։ Եվ այդ ամբողջ հոդվածի նպատակը հետեւյալն էր, որ ես կետ-կետ ամենայն մանրամասնությամբ, բոլոր նրբություններով վեր է հանել այդ այսպես ասած կասկածները եւ մեղադրանքները եւ դրանց տվել հատ պատասխաններ, հիմնավորումներ եւ ընդհակառակը ձևակերպել էի ահա հակամեղադրանքներ, որոնց ցավոք սրտի միջև օրս պատասխաններ չեն հնչել։ Բայց դա էականը չի, էականը դա արդեն անցած թեմա է, որովհետեւ իսկապես ես շատ կարեւոր է որ հնչեն պատասխաններ, բայց երբ որ այդ պատասխանները հնչել են եւ այդ պատասխանները այլևս նոր հարցեր չեն ծագել, արդեն այսինքն դա արդեն անցած էտապ է ինչ որ դուք ասում եք եւ ես հակված չեմ անընդհատ այդ թեմայի մասին խոսել։ Ես որևէ մեկը, հա, եթե որևէ մեկի մոտ հարց կա, ես կխնդրեմ խորհուրդ կտամ կարդալ իմ անպատասխան հարցերի եւ ապագայի մասին հոդվածը եւ նախկինում էլի մի քանի հոդվածներ եմ գրել, որոնց վերնագրերը ցավոք սրտի չեմ հիշում, այնպես որ ցանկացած հարցի պատասխան սկսած ձեր ասած իշխանությունների հետ կապերից եւ այլնից ցանկացած մարդ կարող է ստանալ այդ հարցի պատասխանը
Ես ուզում եմ նաև շատ կարճ պատասխանեի։ Ես հետևում եմ, ես կարդում եմ Հայկական ժամանակ թերթը, որը ճիշտ է այսօր խմբագիր չէ, այնուամենայնիվ մոտ եք այդ թերթին, այդ թերթի հիմնադիրն եք դուք։ Ես չեմ տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, այսպես ասեմ, քննադատություն, բավականին կոռեկտ եք վերաբերվում, ինչ որ տեղեր նաև եթե ինչ որ նշելու առիթ կա նշում եք։ Ես ուզում եմ հարցնել, դուք հանդիպումներ հիմա ունենում եք Տեր-Պետրոսյանի հետ հաշվի առնելով ձեր Ես այդ հոդվածում Վերջի անգամ երբ եք հանդիպել Տեր-Պետրոսյանին։ Անպատասխան հարցերի եւ ապագայի մասին հոդվածում ես գրել եմ, որ այդ հոդվածը լույս է տեսել երևի հունիսին, ես գրել եմ, որ 1 տարի որևէ հանդիպում չեմ ունեցել։ Այսօր այդ հունիսին կարող են գումարել 3 ամիսը եւ կստանալ պատասխան։ Շատ լավ, վերադառնալով եւ թերևս վերջին հարցն է, էլի հայկական հարց է, թերևս ինչ անել։ Ես միշտ ասում եմ, եթե ես թերթ ունենայի, թերթի խմբագիր լինեի կամ մի գիրք գրեի, հաստատ վերնագիր գնեի, ինչ անել, ոնց դուրս գանք ժողովրդավարություն նկատի ունեմ, Հայաստանը ոնց դուրս բերենք կրկին ժողովրդավարության ուղի, դնենք այդ ռելսերի վրա, որ ազատ հանգիստ շարժվենք առաջ։ Ինչ պետք է անել առաջին մի քանի քայլերը։ Առաջին մի քանի քայլերը, առաջին նախ պետք է ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, սա շատ կարևոր բան է, որովհետև ցավոք սրտի Հայաստանում այսօր ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա։ Այսինքն ինչ նկատի ունեմ, մենք երբեմն շատ ոչ պատշաճ մոտեցում ենք ցուցաբերում հարցերին, որովհետև տեսեք իշխանությունը բուրգ է, համակարգ է, որը եթե ցիկլը նայենք ընտրությունից ընտրություն, անընդհատ ինքը աշխատում է եւ այդ բուրգը օպերատիվ ինֆորմացիա է տիրապետում եւ բնականաբար ձեռքը պահում է զարկերակի վրա եւ գործադրում է իր լծակները։ Մենք այս բուրգը հաղթահարելու համար պետք է ունենանք ուրիշ բուրգ, այսինքն այդ համակարգին պետք է հակադրել ուրիշ համակարգ եւ ինչպես իշխանական քաղաքական գործունեությունն է, որ պրոֆեսիոնալ գործունեություն, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետք է դառնա պրոֆեսիոնալ գործունեություն։ Իսկ դաշտը որտեղ պիտի լինի, փողոցը պիտի լինի, թե որտեղ պիտի այդ պայքարը ծավալի, փողոցում թե չի կարելի, երբ որ մենք գործ ունենք, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, այդպիսի սահմանափակումներ չկան։ Ես հիմա մենք ինչպես տեղյակ եք զբաղված ենք քաղաքացիական պայմանագիր միավորման ձևավորմամբ եւ ըստ էության այնտեղ չկա սահմանափակում։ Մենք պետքա ձևակերպենք խնդիրները եւ ըստ այդմ օպերատիվ կողմնորոշվենք եւ հրապարակը եւ ընտրական համակարգը եւ քաղաքական պայքարի բոլոր միջոցները կիրառելի են, բայց խնդիրը այն է, որ կարծում եմ կա մի շատ կարեւոր սկզբունք ինձ համար, որ հանրությունը ընդհանրապես ըստ էության հյուծվում է պարտություններից եւ այստեղ է նաեւ այդ ընդդիմության կամ մեր պատասխանատվությունը որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, որ մենք հանրությանը կարողանանք ի վերջո բերել հաղթանակների, ոչ թե ուղղակի խոստանալ հաղթանակներ եւ հետո բացատրել թե ինչու պարտվեցինք, այլ ունենալ համակարգային մոտեցումներ, որոնք ի վերջո կբերեն հաղթանակների։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ ես զրուցում էի լրագրող քաղաքական գործիչ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ Մնացեք Civilnet-ի եթերում։